Այս օրերին Երևանում իրականացվել է մոտ 10,000 քառակուսի մետր փոսալցում, սակայն բյուջեով նախատեսված է ավելին՝ 200,000 քառակուսի մետր, հայտնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Այս տարի նաև առաջին անգամ փոսալցման աշխատանքներ են իրականացվել փետրվարին։ Փոխքաղաքապետը պարզաբանեց՝ իրավիճակը ֆորս-մաժորային է եղել։ Փետրվար ամսին երբևէ չի տեղի ունեցել փոսալցում կամ ասֆալտապատում մի քանի պատճառներով, ուղղակի այս ֆորս-մաժորային իրավիճակում, որը որ մենք ունեցանք, կրկնում եմ, եղանակային պայմաններից ելնելով, առածյան հետևանքով եւ նաեւ մեծ քանակի աղոավազով մշակման հետևանքով մենք ուղղակի խնդրանքի կարգով մեկ շինարար կարողացել է վերակառուցել իր գործարանը աշխատացնել, որտեղ որ մյուս շինարարները իրենից օգտվում են ասֆալտ գնելով եւ եթե չեմ սխալվում 2 օր առաջ նոր երկրորդ գործարանն է սկսել գործել, այսինքն մենք իրականության մեջ գործել ենք ֆորս-մաժորային իրավիճակում եւ տվել ենք հրատապ լուծումներ, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից։ Այս տարվա ձյունը վերջին 10 տարվա մեջ աննախադեպ քանակի է եղել։ Աննախադեպ են եղել նաև քաղաքապետարանի գործադրած ջանքերը։ Մոտ 2.5 անգամ ավելի շատ աղոավազի խառնուրդ է ծախսվել, ինչն էլ հանգեցրել է նոր փոսերի առաջացման։ Եթե 24 թվականին եղել է մոտ 5000 տոննա, 2025 թվականին եղել է 12000 տոննա, այսինքն 2.5 անգամ ավել, դա միանշանակ ազդել է ձեր նշած փոսերի գոյացման վրա։ Փամբուխչյանը նաև շեշտել է 2024-ից 2025 թվականներին վերանորոգված փողոցներում իրավիճակը բարվոք է։ Ինչ վերաբերվում է, թե ինչու է այդպես լինում, մի շարք պատճառներ կան, ես ուզում եմ հատուկ շեշտադրում կատարել, որ մեր այն փողոցներում, որտեղ որ մենք 24-25 թվականներին իրականացրել ենք միջին նորոգում եւ կամ փոսալցման աշխատանքներ, այդ հատվածներում գրեթե չկան փոսեր։ Փամբուխչյանը նաև ընդգծել է, խնդիրը ասֆալտապատման որակն է։ Այստեղ հարցը ասֆալտի կատարման ժամկետների մեջ է, թե երբ է այդ փողոցը ասֆալտապատվել, որին որ նաև նպաստել է աղը, որովհետև միայն աղի հետևանքով, եթե նույն աղը լիներ պատճառը, Էրեբունի փողոցը պայմանական եմ նշում կամ Վաղարշյան փողոցը նույնպես պետք է լիներ փոսերով, բայց չի եղել նրա համար, որովհետև թարմ ասֆալտ է եղել եւ որակով է եղել։ Իսկ հին արված ասֆալտ, այսինքն մի քանի տարիների վաղեմություն ունի այդ ասֆալտը, անկախ իր որակական հատկություններից ինքը ունի որոշակի տևողության ժամկետ եւ ըստ էության նաեւ աղն է նպաստել է պայմանները եւ դրանից են առաջացել։ 2026 թվականին նախատեսված է հատկացնել 1.7 միլիարդ դրամ միջին նորոգման աշխատանքների համար եւ մոտ 1.1 միլիարդ դրամ փոսալցման աշխատանքների համար։ Այս տարվա բյուջեն քննարկելուց համարեցինք, որ քանի որ նախորդ տարում այդ բյուջեով ամբողջությամբ կարողացել ենք ավարտել, այս տարի նույնպես այդքան նախատեսենք, եթե հարկ կառաջանա հավելյալ լուծումներ տալու կամ հավելյալ փողոցներ կառաջանա, օրինակ ինչպես եղավ Արինբերդի քննարկումների արդյունքում պարզվեց, որ հիմնանորոգում հավելյալ բյուջե կնախատեսվի։ Փամբուխչյանը վստահեցրել է, որ փոսալցման աշխատանքների իրականացման հարցում բիտումի խնդիր չկա, բայց կան հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում։ Ունենք դեպքեր, հենց մասնավորապես այսօր մեր շինբարեկարգման վարչության աշխատակիցների կողմից այսօր երեկոյան պարզել են, որ Վարդանանց փողոցում օրինակ փոսալցումը կատարվել է առանց բիտումի, հայտնում եմ ձեզ բոլորիդ, որ այդ ասֆալտը քանդվելու է եւ ամբողջությամբ շինարարի հաշվին, այսինքն քաղաքապետարանը այդտեղ գումար չի ծախսելու եւ պետք է ստանան այն փոսալցումը, որը որ նախատեսված է թե ավականու որոշումներով եւ թե մեր ընթացակ կարգերով։ Փոխքաղաքապետը նաև հայտնել է, որ փոսալցման աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն նաև գծանշման աշխատանքները։ Քանի որ ներկա պահին մենք լայնամասշտաբ իրականացնում ենք փոսալցման աշխատանքներ, փոսալցումը ավարտելուն պես նոր կիրականացվի գծանշումները, մենք փողոց առ փողոց երբ վերջացնում ենք ամբողջությամբ, այդ ժամանակ ենք դիմում մեր համապատասխան վարչությանը, որպեսզի կատարվեն գծանշման աշխատանքները։ Արմեն Փամբուխչյանը շեշտել է, այժմ դեռ հատվածային լուծումներ են տալիս, աշխատանքների ավարտից հետո կսկսեն գծանշումները։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Ռադար Արմենիա։